Նախորդ անգամ խոսեցինք կիբերբուլինգի մասին։ Այժմ եկեք խոսենք այն բանի մասին, որը միաժամանակ և պաշտպանում է մարդկանց, և թույլ է տալիս դառնալ ամենադաժանը։ Ողջույն և բարի գալուստ Փիսոն Podcast։ Ես Փիսոն եմ, ու այսօր մեր թեման անանունությունն է։ Անանունությունը թվային միջավայրում նշանակում է, որ խոսքը կա, բայց դեմքը ոչ, ու սա ինքնին ոչ լավ է, ոչ վատ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է խոսում ու ինչի համար։ Սկսենք լավ կողմից։ Անանունությունը մարդկանց տալիս է անվտանգություն։ Դրա շնորհիվ մարդիկ կարող են խոսել այնպիսի թեմաների մասին, որոնց դեպքում իրական կյանքում կլռեին։ Բռնություն, հոգեկան խնդիրներ, գենդերով պայմանավորված ինքնություն, աշխատանքային ճնշում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անանուն միջավայրում մարդիկ ավելի անկեղծ են ու ավելի շուտ են օգնություն խնդրում։ Բայց հիմա մութ կողմը։ Երբ անանունությունը չի ուղեկցվում պատասխանատվությամբ, այն սկսում է քայքայել էմպաթիան։ Իսկ եթե դեռ չգիտես, թե ինչ է դա, ապա հիմա ձեզնից կնեղանամ։ Բաց եք թողնում մեր զրույցները։ Շեղվեցի։ Ինչ էի ասում։ Հա, ուղեղ այլևս դիմացինին չի ընկալում որպես իրական մարդ։ Սա կոչվում է դեինդիվիդուացիա, ապա անհատականացում, երբ անհատը լուծվում է խմբի կամ էկրանի մեջ։ Արդյունքը ատելության խոսք, սպառնալիքներ, կիբերբուլինգ։ Նման մարդիկ կյանքում խոսելիս մտածում են հետևանքների մասին, իսկ օնլայն տիրույթում գրում են առանց ֆիլտրի, որովհետև վտանգը մինիմալ է։ Ու հիմա ամենակարևոր հարցը՝ ինչպես պաշտպանվել։ Առաջինը վերահսկեք հասանելիությունը։ Անանունությունը իրավունք է, ոչ պարտադրանք։ Փակեք մեկնաբանությունները, սահմանափակեք հաղորդագրությունները, օգտագործեք ֆիլտրեր։ Սա ոչ թե փախոստ է, այլ սահման։ Երկրորդը՝ մի նույնացրեք ձեզ անանուն խոսքի հետ։ Մարդը, որը գրում է առանց անունի, խոսում է իր ներքին վիճակից, ոչ թե ձեր իրական արժեքից։ Երրորդը՝ փաստագրեք։ Եթե անանունությունը անցնում է սպառնալիքի կամ համակարգված ճնշման, սքրինշոթը ուժ է։ Թվային աշխարհում դա ձեր վկայությունն է։ Չորրորդը՝ հիշեք, որ դուք էլ ընտրություն ունեք։ Պարտադիր չէ պատասխանել։ Երբեմն ամենաուժեղ քայլը դուրս գալն է խաղից։ Ու մի շատ կարևոր նրբություն։ Անանունությունը գործիք է։ Նույն գործիքով կարելի է և պաշտպանել խոցելի մարդկանց, և կործանել ուրիշներին։ Տարբերությունը միշտ մարդու արժեքների մեջ է։ Ձեզ հետ կրկին Փիսոն էր։ Օգտագործեք անանունությունը որպես վահան, ոչ թե որպես զենք։ Կհանդիպենք հաջորդ անգամ։